Մեր դիցարանը մեզ բավականաչափ հայտնի է քրիստոնեության ընդունման նախօրյակին։ Հայտնի են բազմաթիվ աստվածներ։ Ժամանակին այն քիչ առաջ ասված այդ գիտական շրջանառության մեջ եղած հայերի եկվորության, հայերի ամեն ինչ հայերին փոխարյալ համարող այդ գիտնականների մոտ այսպիսի բան կար, թե հայոց կրոնը փոխառնված է, այսպես պարսկականի մի ճյուղն է։ Բացարձակ իրականությանը չի համապատասխանում, որովհետև տեսեք, մենք ունենք միակենտրոն եւ բարեպաշտ համակարգ։ Երբ որ նայում ենք Պարսկաստանում զրադաշտականության մեջ գերագույն բարի աստծուն, Ահուրամազդային, համազոր, հավասարազոր կա գերագույն չար աստված Ահրիմանը։ Հայոց մեջ չկա ոչ միայն գերագույն չար աստված, այլև չկան ընդհանրապես չար աստվածներ, չարագործ աստվածներ էլ չկան։ Մենք ունենք մի շատ հետաքրքիր ավանդազրույց կապված կարիճների ստեղծման հետ։ Ասում է կարիճներին Աստված չի ստեղծել։ Նրանք դուրս եկան սպանված դավաճանների գերեզմաններից, որպեսզի սպառեն նրանց թույնը։ Աստված հայոց ընկալումներում չի կարող ոչ միայն չար լինել, այլև չարագործ։ Անդրաշխարհի Աստվածը Տոր Քանգեղյան, խնդրեմ նայեք, ինչ է անում։ Մենակ այն դեպքում, երբ որ թշնամին կհարձակվեր իր երկրի վրա, ժայռերը փոկում ու խորտակում էր թշնամու նավերը։ Իսկ ընդհանրապես ժայռերով եղումներն էր փորում, հարթում, արծիվներ էր քանդակում եւ այլն։ Անկամ անդրաշխարհի Աստվածը չար որևէ գիծ չունի։ Մեզանում չար ոգիներ կան, խփլիկներ, մղձավանջ են առաջացնում, չգիտեմ, այնտեղ ասենք այս ոգիները, մինչև այսօր մենք ունենք, չէ, այսահարվել, քամահարվել, որոնք հիվանդաբեր քամիներում են վնասում մարդկանց այսպես կամ ճիվաղ ոգին, այլանդակ որկրամոր ոգի, մինչև այսօր մենք ճիվաղ բառն ենք շարունակում։ Այսպես ոգիներ կան, շիդար ոգիները, որոնք մթագնում են մարդու միտքը բանականությունը, ըստ մի զրույցի արտավազդին հենց նրանք տարան իրենց մեջ, եւ դրա համար նա էլ շիդար դարձավ, հենց հմայական գրականության մեջ ինքն էլ շիդար է կոչվում, նույնիսկ իր որդին։ Եվ դրա համար պիտի պահեն նրան Մասսի խորքում, որ անկարծ դուրս չգա եւ չկործանի երկիրը։ Ասենք խուժք, դրուժք, մինչև այսօր ունենք, չէ, խուժել, դրժել, սրանք արդարության դեմ ոգիներ են, բայց ոգիներ։ Մեզանում չարը ոգու մակարդակից չի բարձրացվել։ Մենք չար աստվածներ չունենք, սա շատ բնորոշ գիծ է։ Տեսեք հենց հարևան, ասենք Միջագետքում, Էռա Աստծո պաշտամունքը, ժանտախտի Աստվածն է։ Սարսափից պաշտում էին։ Մեզանում չկա այդ բանը։ Մենք սարսափից Աստված չենք ստեղծել։ Մենք վախից Աստված չենք ստեղծել։ Եվ հետո պատահական չի, քրիստոնեությունը, որ եկավ այս միջավայրում պիտի գար։ Մենք բարեպաշտ մի միջավայր պիտի լիներ, որ խաղաղության Աստծո պաշտամունքը ընդուներ։ Լրիվ հետո ասենք մեր քրիստոնեությունը, մենք ինչի միանշանակորեն մեր մոտ Քրիստոսի միաբնակության հավատամքը կար, սկզբից մինչև այսօր։ Երբեք ասենք մենք արևմտյան եկեղեցիների երկբնակությունը չընդունեցինք։ Չնայած ինչքան էլ մեզ ասենք հորդորում էին, պահանջում էին, մեր առջև պայման էին դնում, որովհետև մեզանում Աստված կարող է լինել միայն բարի։ Իսկ նրանց ընդունած երկբնույթ Աստվածը Քրիստոսը եւ մարդ եւ Աստված։ Մարդը իր մեջ արդեն մեղքը պարունակում է։ Դրա համար մեր ընկալած Քրիստոսը չէ կարող լինել երկբնույթ։ Միաբնույթ էր եւ բացի դրանից Քրիստոսը մեզանում արեգակն արդար էր, չէ՞։ Իսկ արեգակը եւս չէր կարող լինել եւ մարդ եւ Աստված։ Շատ հետաքրքիր մի բան կար մեր հին հավատքում մարդ Աստված, այս կապը, Աստված պետություն։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք հետո կարծես թե կորցրեցինք սա։ Ասենք արձան քրմապետը, մեր վերջի քրմապետը, որ պատերազմեցին քրիստոնյաների դեմ, ինչ էր ասում իր խոսքում, որ մենք քաջ գիտենք, որ մեզանից առաջ մեր աստվածներն են հաղթում մեր թշնամիներին եւ հետո նոր զորքը գնում է Աստծո սրբագործած հաղթանակին տիրանալու։ Նույն ասենք ունենք Վանի թագավորության արձանագրություններում Խալդի աստվածն արշավեց, իր զենքին ենթարկեց այս երկրները եւ հետո Խալդյան զորությամբ այսին ջարքան արշավեց եւ իր զենքին ենթարկեց նույն երկրները թվարկվում են։ Ավելորդաբանություն չի, կրկնաբանություն չի։ Պարզապես հավատքը սա է։ Աստված նախ հայրենի Աստվածն է հաղթում թշնամուն եւ հետո արքան առաջնորդում է զորքին տուն բերելու սրբագործած հաղթանակը։ Հավատը Աստծո եւ հայրենի երկրի։ Սա պատահական չի, ինչի եմ սա ասում, որովհետեւ մենակ այն դեպքում, երբ որ ժողովուրդը հավատում է, որ ինքը սերում է այդ Աստծուց եւ ինքը ապրում է սրբազան տարածքում եւ ինքը Աստված ընտրյալ է, կարող է ունենալ նման շատ որոշակի պատկերացում։ Թեպետ ուրիշ ժողովուրդներ էլ ունեն համանման պատկերացումներ, բայց սա էլի մեր բնորոշ գծերից։ Աստված, հայրենիք, ժողովուրդ եւ անհատ։ Ամեն մի անհատ ընկալվում էր որպես այսպես մի
սրբի կամ մի Աստծո հովանավորյա։ Պատահական չի, որ ասենք բանի թագավորության են սեպագիր նամակներում մենք ունենք շատ հետաքրքիր բարեմաղթանքի ողջույնի բանաձև։ Հաճելի թող լինի կյանքդ քո Աստծուն։ Շատ այսպես հետաքրքիր առանձնահատկություններ ունենք եւ ինչ խոսք էս հին հայի կերպարի մեջ այդ նեղ ճղճին, այդ փոքրոքությունը, այդ մանրոքությունը, սա չկա, սա հետո եկավ, սա հետո մտցվեց, պարտադրվեց մեզ։ Եվ ինչ խոսք այսօր հայոց պետականության առաջին հարցը, գերխնդիրը պիտի լինի մաքրել, այս ներմուծված տարրերը մաքրել, հանել մեզանից։